Ժողովուրդ ջան, ողջույն, հարգանքներս բոլորիդ։ Ես որպեսի շատ չձգձգեմ, եկեք մի երկու թեմայի անդրադառնանք, այսօր դες մի քանի հատ տերտեր պարզվում է տերտերի շորի տակ թաքնված ապօրինություններ են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում, ու մի քանի հատ ուրիշ մարդ դուրս է եկել, որպեսի մեզ համոզի, որ կարելի է տերտերի շորի տակ ինչ ուզել անել։ Սա ըստ էության տրամաբանությունն է որոշ մարդկանց, էլի։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես եւ բոլոր նորմալ պետությունները, ունեն իրավական մասով օրենքներ, որի շրջանակներում պիտի ցանկացած քաղաքացի հատուկ դարմայետների համար կրկնեմ, ցանկացած քաղաքացի անկախ իր հագուստից ու դիրքից, սոցիալական եւ այլն, պիտի ենթարկվի այդ օրենքներին ու իրավահպատակ պիտի լինի ինչ-որ չափով։ Եվ բնականաբար որպես հնագույն ազգ ժողովուրդ մենք ունենք նաև եկեղեցին, որ հիմնականում իր գործառույթը հիմնական ոչ միայն քրիստոնեական ծեսեր մատուցելն է, այլ այսպես ասենք բարոյական նորմերը, օրենքները քարոզել եւ ապահովելն է։ Ուրեմն նախ շատ զարմանալի է, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մինչև այսօր շատ լավ իմանալով դատարանի վճռի մասին միևնույնն է Աջապահյանին կարգալույս չի անում, որովհետև ըստ տրամաբանության մարդը հակաեկեղեցական գործունեություն է ծավալել, մոռացել է իր հիմնական գործառույթը եւ ինչ-որ բաներ է հայտարարել պետության դեմ, այն պետության, որտեղ որ գործում են իրենք եւ քաղաքացի են, հետեւաբար պիտի հետևողական լինեն գործող օրենքներին, հա։ Ասենք օրինակ, եթե Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչը Ֆրանսիայի օրենքները խախտի, իրան դրա համար պատասխանատվության են ենթարկելու, նույնը Ռուսաստանում, նույնը ամենուր, հա։ Բայց արի ուտես, որ սրանք որոշել են, որ ամենտեղ կարելի է իրենց լավ պահեն, խելոք պահեն, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Մյուս եկեղեցականն էլ այդ եկեղեցականի հագուստերով դուրս եկել ինչ-որ տերորիստական գործունեություն էր փորձում ծավալել։ Ամեն դեպքում։ Ամենաուժանն է, որ ես ասում մի քիչ խորքից գամ, որ ըմբռնելի լինի իմ դիրքորոշումը եւ հիմնավոր, հա։ Այս մարդիկ ժամանակին 25-30 տարի լինելով ապրելով մի երկրում, որտեղ որ իրավունքն ու օրենքը իրենց լավ աղբերներն են բան արել, թելադրել, իրենք էլ ապրել են այդ կարգ ու կանոնով, առավել ևս որ մի քանի հոգին հետևի գրպանում ունեն պահած չեկիստական կազմակերպության գրքույկներ։ Մի խոսքով զարթվել էր եկեղեցին ու շատ եկեղեցական կոչեցյալներ իրենց հակաեկեղեցական դրսևորումներով էին աչքի ընկնում, ավելի շատ եւ իրենց անձնական կյանքն էին փորձում դասավորել, բայց հանկարծ եղավ հեղափոխություն, եկան նոր իշխանություններ, ժողովրդի, իմիջիալոց ժողովուրդը հայ ժողովուրդն է։ Որ ասում ենք ամենահին քրիստոնյաներ, ամենահին պետությունների մեջ եւ այլն, այդ ժողովուրդը իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Եվ ասես պիտի այսուհետ այսպես լինի, պիտի լինի այնպես, իմիջիալոց հեղափոխությունը այդ իմաստով այնքան էլ հեղափոխություն չէ, որովհետև վերականգնել են իրենց իրավունքները, այսինքն սահմանադրության մեջ ոնց գրած է, այդպես պիտի լինի։ Մի խոսքով, հիմա էլ դե գիտեք, արդեն մի քանի հոգու հավաքել տարել են կոնկրետ բանի հիման վրա, ասենք հայտարարության, հրապարակային հայտարարության հմեկով եթերի ժամանակ մարդը հանցագործության մասին տեղեկատվություն է։ Արմինե ջան, շնորհակալ եմ, ուղղակի շատ զբաղված է, ես ուշ եմ նկատել, գրացդ կկապվեմ քեզ հետ ցավը տալու։ Հիմա սես պատմություն ես մարդիկ էլ դուրս են եկել, ասում են ինչ պետք է հանկարծ ոչ որևէ եկեղեցականի ձեռ չտաս։ Ասում եմ լավ, գուցե հնարավոր է եւ թող այս մարդիկ սև հագուստներով այդ իրանց բանը այդ պարագայում դերյաներով, հա, այդպես ֆրֆրան բան անեն, ինչ ուզում են անեն, ու որևիցե կերպ չպախարակեն, բան չանեն, իրավական գնահատականի չարժանանան, ժողովրդի գնահատականին չարժանանան, որովհետև մարդ ես, էլի, կարող է իսկապես վնասում ենք եկեղեցին, դե այս մարդիկ գիտեք, եկեղեցին համեմատում են ամեն տեսակ սև շորավոր մարդու հետ։ Ասում ես լավ, մեկ էլ անցնում է մի որոշ ժամանակ, հայտնվում է
Արամ Քահանան, ով մի հատ բան ասում, այս նույն մարդիկ դուրս են գալիս այս եկեղեցականի դեմ։ Բայց կներեք էլի մի հատ, երբ որ մենք օրինակ, ինչ-որ մի քահանայի նկատում ենք լավ բան չանելուց ասում ենք, դուք ասում եք եկեղեցու դեմ եք դուրս գալիս։ Տեր Արամն էլ եկեղեցական էր, հիմի որ դուք իրա դեմ եք դուրս եկել, այդ մարդուն շանորն եք դնում, միայն Տեր Արամը չէ, էլի մի քանի օքի։ Այդ ձեր պարագայում չէր նշանակում, որ եկեղեցու դեմ եք դուրս գալիս։ Չէ։ Այսինքն ստեղ մի հատ մուտիլովկա է կարել, կծել եք ժողովրդի ջանին։ Սա էլ մի կողմ, հեսա հա, ու սրան գումարեմ նաև քանի որ նույն աջակիցներն են հիմնականում, Քոչարյանի, Սերժի, բանի Կտրիչի, թե բանի Սամվել Կարապետյանի, մի հատ էլ նկարագրեմ ու երկու հատ վիդեո իրար հետ նայենք։ Հիմի դե եկեք սես մի հատ բան հասկանանք։ Սամվել Կարապետյանը, եթե օրինակ լիներ աղքատ մարդ, ասենք թե փող չունի աղքատ, փող չունի այդ մարդը։ Հա, այս նույն ձևով գնալու է կանգնեք թիկունքին, բան, սենց ասեք, ես ինչ, ես իսկապես անկեղծ եմ ասում, հաղորդման ժամանակ եմ դրան անդրադարձել, անկեղծ ուզում եմ իմանամ, հիմա իմ հայրենակից համաքաղաքացիները, որ բանը ցույց են անում, օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից, ես այստեղ ոչ մի խնդիր չունեմ, ոչ մեկի ոչ մի բան չեմ ասում, մարդիկ իրենց սահմանադրական իրավունքից են օգտվում։ Ընդ որում ես եմ դարձրել այնպիսի երկիր, որտեղ որ դուք կարող եք ձեր սահմանադրական իրավունքից օգտվել։ Ես ասելով տենց հայ ժողովուրդը, քաղաքացիները Հայաստանի։ Հիմի որ գնում ցույց եք անում։ Դուք ցույց եք անում ինչի դեմ, որովհետև օրենքն ու իրավունքներն են ոտնահարված, թե որովհետև կոնկրետ Սամվել Կարապետյանի հարցն է, որտեղ այստեղ հարցեր են առաջանում։ Օրինակ Ես վաղը գնալու եմ մի հատ Սուրբ Սարգսի կողմերն է, մի հատ հասցեն ուղարկել, գնալու եմ մի հատ քույր ու եղբայր են տարիքով հաշմանդամներ են, ում տունը եկել են գործ են արել, ինչ որ ըստ հեռախոսազանգի, պիտի գնամ տեղում հասկանամ։ Տվել տրաքացրել են, կանալիզացիա, բան, սա լցվել է այս մարդկանց տունը։ Մի խոսքով հետո դրանից հետո որևիցե մեկը չի ուզում իր գործը ավարտուն տեսքի բերի, այս մարդկանց տունն էլ մաքրի տա ձեռները։ Սա խախտում է։ Որ խնդրեմ, կգաք հետս միասին գնանք, այդ մարդիկ փող չունեն, միլիոնատերեր չեն, բան չեն, բայց ընդունեք, որ դա լավ բան չի։ Խնդրում եմ, վաղը եկեք ժամը 1:30 միասնիկյան 1:4 հասցեն, միասին գնանք Սուրբ Սարգսի մոտ այդ հասցեով, էլի գնանք լուսաբանենք, ասենք ես ինչ եք անում, ախպեր, ես մարդկանց ես ինչ որ ենք գրել։ Կգաք թե չեք գա։ Ես վստահ եմ պարզապես, որ չեք գա, բայց մարդ ես կարող է գա, չգիտեմ, մեկը, երկուսը կարող է, ցած ասեն, իսկականից, էլի, ես եթերից հետո կարող մի բան փոխվի մոտները, ու բան անեն։ Այսինքն այնտեղ փողով մարդ է, դրա համար եք այնտեղ, այսինքն մեծ հաշվով 1000 կներեք ժոպալեզություն է, էլի ստացվում։ Բայց այս սաղ թողնենք, ժոպալեզություն չի լինի, եթե մեջը չլինի մանիպուլյացիա ու չլինեն մեր այն լրագրողները, ովքեր որ այս վերջերս շատ հաշտ էին Վարդան Ղուկասյանի արտահայտած հայհոյանքի հետ, կներեք ժողովուրդ ջան, պիտի ցիտեմ չեմ կարող։ Տեսեք միկրոֆոնները դրած է մի ամբողջ երկրորդ քաղաքի քաղաքապետ նստած, պատմություն է պատում, մեջը հոլովում է, աղբի տղա արտահայտությունը։ Այս լրագրողները չեն վերկենում, ասում են, ես ինչ ես խոսում ու պատմում։ Հասկանում եք, բացարձակ հաշտ են այդ ամեն ինչի հետ, բայց արի ուտես, որ հաշտ չէին, որ օրինակ մարդը մեր շատ սիրելի պատմում, լավ ազգային ժողովի նախագահ, շրջում էր քաղաքում, մեկը նրան փորձել էր հունից հանել թուրք մուրքեր ասել, այս մարդն հակադարձել էր ինչ-որ կերպ։ Այս մարդն հակադարձել, այս ինչ է կատարվում, այդ նույն լրագրողներն են ցավները տանում, այսինքն գործում են այն ստանդարտներով, ինչպես որ իրենց թելադրվում է, հա։ Հիմա այս նույն լրագրողները հավանաբար բարերարին ցանկանում են փրկել եւ ինչու ոչ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին այդ տվում գնացել են ինտերվյուներ են վերցնում մարդկանցից ովքեր որ մինչև այսօր մի հատ խելքը գլխին մի բառ չեն ասել գնան գիշերը չգնանք մի քիչ մտածենք ասենք արա այս մարդիկ ոնց որ խելացի առաջարկել են եկեք լսենք մեր համով հոտով լավ աղբորը խնդրեմ գնացինք ես զուգահեռ բան կանեմ Ես իրանց հեքիաթներին մի հավատացեք
4 օր առաջ էլի Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարություն անում, որ առաքելական եկեղեցին վտանգ է, 4 օր հետո էլի 8 հոգու ձերբակալում են։ Ոնց էլ մենք այդ մեսիջը ձեզ տանք, ձեզ մոլորեցնում են։ Ադրբեջանը հրանգավորում է այստեղի իշխանություններին ինչ անեն խորհրդացան։ Գիտեք, կա դեդուկցիա եմ ես հետ գնում, այսինքն կա փաստ եւ այդ փաստից նախորդած ամեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունից մի քանի օր հետո տեղի ունենում այսպիսի մի դեպք։ Մի հատ էստեղ կարճնաթար հեսա կշարունակենք։ Այս մեր համով ախպերը ասում Ադրբեջանի կրոնական առաջնորդը երբ բան ասում, ստե մարդ են ձերբակալում։ Հիմա այս մեր համով ախպերը մի հատ բան հարցը ես ասեմ։ Արա չամիչ ջան, այ քո ցավը տանեմ։ Նայ, երբ որ դու փորձում ես հարցը ներկայացնել այդ դիտանկյունից, նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը Միացյալ Նահանգներում համատեղ ստորագրել են փաստաթուղթ, որը խոսում է այն մասին, որ մենք պիտի գնանք հաշտության ճանապարհով, այսինքն նախ ստորագրել են հաշտության պայմանագիր։ Դա նշանակում է, որ առհասարակ առավել եւս կրոնական կազմակերպությունները, առավել եւս քաղաքական կուսակցությունները, հասարակական գործիչները, ինչու ոչ հանրային մարդիկ լավ կլինի այդ ընթացքում թշնամական խոսույթ չտարածեն, որովհետև պետական ռազմավարությունը հետևյալն է, երկու պետությունները գնում են հաշտության։ Եթե դու թշնամական ես չեմ ասում քո ներսում նրանց դատարես թշնամի համարել, խոսքը բացարձակ դրա մասին չի, չէ։ Ես ինքս ադրբեջանցիներ, ադրբեջանական կառավարության հետ երբեք չեմ կարող հաշտվել, հարցը դա չի, բայց խոսույթի մեջ պետք է զգուշավորություն դրսևորվի, որովհետև պետությունները լավ, այնուս պետությանը թողնենք։ Մեր պետությունը գնում է այդ ճանապարհով։ Դու ռազմավարության հետ կամ համաձայն ես կամ չէ։ Ու եթե դու համաձայն չես դրա հետ, դա նշանակում է, որ դու համաձայն ես պատերազմի հետ, պատերազմի շարունակելու եւ այլն։ Հիմա համով ջան, քո կյանքին մեռեմ, քո ցավը տանեմ, աղբեր ջան։ Ոնց ասեմ én, դու պատերազմին մասնակցել ես թե չէ։ Դու Հայաստանին մի օգուտ տվել ես թե չէ։ Որովհետև հենց հիմա Ռոմանոս Պետրոսյանը ամեն ասու օր փաստա ներկայացնում, թե դուք ով եք ու ինչ եք արել, օրինակ մի հատ կազմակերպության հետ։ Հիմա էլ ուզում եք պետության հարցը լուծել, մի հատ կազմակերպության հարց եք լուծել։ Օրինակ ես իմ վզին չեմ վերցում, ասում տվեք պետությունը, ինչ ես տեսեք ես ինչ եմ անում։ Չէ։ Չէ, կարող է ես ունեմ ցանկություն, որ պետությունս այսպեսին է լինի, այնպեսին, բայց ես իմ վզին չեմ վերցնում դա։ Հասկանում եք, որովհետև ես շատ լավ հասկանում, մի հատ հասարակական կազմակերպություն ենք փորձում կառավարել, անգամ այդտեղ բարդություններ ունենք։ Արա դուք ես ինչ եք վզնեիդ վերցնում։ Էդ էլ մի կողմ։ Այս քո արտահայտությունից դառնում է հետևյալը, ապեր ջան, որ ոնց որ թե դուք ավելի շատ լսում եք Ադրբեջանի կրոնական ղեկավարին։ Okay, ձեր գործն է, ձեր նախընտրելիքը, պուլտը ձերն է, տելևիզորը ձերն է, լսում եք, ինչ ուզեք։ Հիմի հարց, կասեք էս ընթացքում, Կտրիչը Ներսիսյան հետ ինչ է խոսացել։ Հիմի կարող է նրա համար եք դրան լսում, որովհետև այստեղ մեր կաթողիկոս կոչեցյալը բացարձակ ոչ գվում, ոչ բվում է։ Կարող է դրան, ինչի է, ասենք որ դեպքում կարելի է նստել, լսել հակառակորդ երկրի բանին, կրոնական առաջնորդին, երկու դեպք կա, մեկը որ դու այդ կրոնին ես պատկանում ու այդ ազգի ներկայացուցիչ ես, երկրորդ որ լսելու բան չունես կրոնի վերաբերյալ ստիպված հետ ես լսում, ճիշտ է։ Եվ երրորդ հիմա հատվածել ես մի նախադասությանդ մեջ, տես, Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին, նրա սպասավորներից մեկը Սրբազան իմիջայլոց, Բալթյան երկրներից մեկում, նարեք, դու գրագետ մարդ ես, ես այսպես խոսեմ, Բալթյան երկրներից մեկում, ընտրությունների արդյունքում, վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին, ասում է, որ ինքը կամ իրենց թեմը հաշտ է և աջակցում է խաղաղության գործընթացին։ Ինչին հետևում է Կտրիչ Ներսիսյան չեկիստի
ով գործում է այլ երկրների շահերի օգտին, հետևում է նրանց հայտարարությունը պաշտոնական, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պաշտոնական հրապարակումը, որ իրենք չեն իրենց դրսևորումը դիրքորոշում է այնպիսինը չի, ինչպիսին տվյալ սրբազանինն է, այսինքն իրենց դուրս են դնում այդ խաղաղության process-ից։ Դրանով իսկ ասելով, որ մենք ունենք այլ պահանջներ, նաև ռազմական բանով, պատերազմի գնով, սա վերցնում է Ադրբեջանի կրոնական ղեկավարը, ով չի բացառում, որ նույնպես չեկիստատ ես նրանց վաբշե չեմ գլուխ անում, դուրս է գալիս, ասում է, մի րոպե, սրանք մեզ վտանգ են սպառնում։ Եղբեր, ոնց, Ալիև, այս որ դու Նիկոլ Փաշինյանի հետ գնում նախաստորագրում ես խաղաղությունը, իրանց եկեղեցում, սենց դիրքորոշում կա։ Հետո Նարեկ ջան դու վերցնում ես դա, ասում ես տեսեք ախպեր, ինչ ասում են այստեղ բան են անում, ես չգիտեմ ես որ, և իհարկե չորրորդ ամենակարևոր մասը ես մի նախադասության վերցանումից։ Հուշեմ, ապեր, նայ, Ռուսաստանյան օլիգարխ հոպարդ, ով ռուսական թեզն է առաջ տանում, դու նույնպես, հիշեցնեմ, Ռուսաստանը և Ադրբեջանը 2022 թվականի փետրվարի 22-ին գոլդ համարները հեշտ կհիշեք, դուք գոլդերն եք հեշտ հիշում, 22 ախպեր։ Դուրս են գալիս իրար հետ գրում են, ջնջում են, տեղավորացնում են շատ մեծ ասպեկտով բան, ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Սկսած ինֆորմացիայի փոխանակումից մինչև ռազմական աջակցություն։ Եթե ձեզ թվում է 3 տարի անցել է կարող այդ թուղթը հնացել է, սխալվում եք տղերք։ Նրանք ռազմավարական դաշնակիցներ են։ Հասկանում ես, ապեր, պոնչես, համովս, հասկանում ես, ռազմավարական հետևաբար, եթե դու դիտարկում ես, դու, ես չէ, ես ինչ ուզեմ կդիտարկեմ, որովհետև ես օֆիցիալ ինչ-որ բաներ չեմ սը, դու ես շարժումով դիտարկում ես ենտեղ ինչ-որ թշնամական բաներ խոսում ես, որ ես են, դու պիտի հավասարաչափ ներկայացնես նաև Ռուսաստանի Դաշնությանը, ով մեր թշնամու ըստ ասացի, ըստ էության, մեր թշնամու ռազմավարական գործընկերն է, մոտավորապես այնպիսին է, ինչպիսին է Թուրքիան է, ինչպիսին է Պակիստանն է, ու ինչու ոչ նաև Իսրայելը։ Հասկանում, այնպես որ, քանի որ դուք ռուսական ազդեցության ներկայացուցիչներ եք, խորհուրդ կտամ, այս մասով հասարակ ոչ մի բան չխոսեք։ Ես դեռ չեմ խոսում Արցախի անվտանգության հովանավոր Ռուսաստանից, ես դրանից չեմ խոսում, ում աչքի առաջ տեղի ունեցավ էթնիկ զտում, ընդ որում մի 6 հոգի մեռան այնտեղ իրանց սալդատներից, բայց մեկը Ռուսաստանի գմբոցը չելավ, որ նստե հայերից մանային ձեն հաներ։ Հասկանում ես, դուք այս երկրի ազդեցության ներկայացուցիչներն եք, ցավը տանեմ, ոնց ասեմ քեզ, չեմ ուզում քո այդ թշնամական ինչ-որ խոսույթ տարածեմ կամ ատելիզմ, դա ջիգարով քեզ բացատրում եմ, ախպեր ջան, որովհետև իմ հետաքրքրությունների գոտումը որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս տարյական բաները հասկանան, չմանիպուլացվեն։ Մարդես կարող է քեզ են խապել ուղարկել, չգիտեմ։ Ասում է կլերիկս։ Շարունակենք լսելը։ Գնացինք, ասա ախպեր ջան։ Այս մարդիկ ոչ հոգևոր հովիվին են մեր եկեղեցու թիրախավորել են Հայաստանի ամենամեծ ռեպուտացիա, ամենամեծ վարկանիշ ունեցող կառույցին, հայ ժողովրդի համար, միավորող ուժին, սփյուռքետ միավորող ուժին, որպիսի հնարավորության դեպքում կարողանան հակազդեն հայկական պահանջատիրությանը ցեղասպանության ուղղությամբ։ Այսինքն, որպիսի ցեղասպանության հետ կապված
մեր ազգի բոլոր պահանջները, ճանաչման հետ կապված բոլոր պահանջները հնարավոր լինի ինչ որ ձև Հայաստանում արդեն չեզոքացնել շատերի Փաստորեն այս թուրք իշխանությունները դուք տեսեք ինչ են մտածել փորձում են եկեղեցին նենց անեն որ հայկականությունը սփյուռքում էլ չմիավորվի ու ցեղասպանությունն էլ ուրանան թույն ցավը տանեմ հարց չկա բայց մի երկու հարց էլի մնացել է նայ նախ եւ առաջ հուշեմ քեզ դու կարող ես մարդ ես տես փողերի մեջ հավես քո համար մեծացել ես բան ես արել ուշադիր չես եղել բայց ես քեզ հուշեմ Հայաստանի Հանրապետությունը որպես պետական միավոր Թուրքիայի Հանրապետությունից որպես պետական միավոր որևիցե պահանջ չունի մենակ չասեք տեղյակ չէինք մենակ չասեք Այն ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը ունեցել է Հայաստանի Հանրապետության ռազմավարության մեջ առհասարակ Թուրքիայի Հանրապետությունից որևիցե պահանջ չի եղել որևիցե ասենք անգամ եթե sense հայերով ասում ենք ճանաչի ցեղասպանությունը ու Էրդողանը ֆրազի ապեր եթե ճանաչեմ որն է լինելու հաջորդ քայլը արդեն ոչ մեկ չունի պատասխան Հայաստանի Հանրապետություն մասնախոսք Չէ ես ունեմ պահանջ Հայաստանի Հանրապետությունում ապրող բնակչության 60-70%-ը Արևմտյան Հայաստանից գաղթականների սերունդներ են ցեղասպանության արդյունքում բայց պետությունը որպես պետական միավոր իր ռազմավարության մեջ երբեք նման բան չի դրել ապեր երբեք ասեմ ավելին Հələ ես կարանք ասենք սաղ չեկիստներ են եղել դրա համար չեն դրել անգամ առաջին հանրապետությունը երբ որ ստեղծվել է ցեղասպանությունից 3 տարի առաջ նո բուն ցեղասպանությունից որովհետև ցեղասպանական գործողությունները դրանից առաջ են սկսել Նարեկ ջան նայ ասեմ 1894 թվականից Սուլթան Համիդի ժամանակվանից սկսվել է եւ շարունակվել է ընդհուպ մինչեւ 17-18 թվերը Երբ որ 18 թվականին Հայաստանը ստեղծում էր իր առաջին պետական միավորը, իր հռչակագրում, թե մի խոսքով կարևորագույն փաստաթղթերից մեկում գրել էր, որ ներառել էր, որ Թուրքիայի եղբայրական բառը ստեղ մեղն է, ժողովրդի հետ մենք պիտի փորձենք կարգավորենք, չգիտեմ ինչեր, բայց այստեղ ես չեմ մեղադրում այդ բանը գրողներին, որովհետև Այո, եղել է այդ վիճակը, որ հազիվ պետական միավոր են փորձում ստեղծել, չարժե այդ գերտերության հետ հակնել։ Սա բավոր ըմբռնում ենք, բայց հիմա քիչ ես ըմբռնում։ Այդ գերտերությունը նույն գերտերությունն է, քեզ ասեմ։ Հասկանում ես։ Գուցե սրանից տեղյակ չէր։ Սա թողնենք։ Սա sense նվեր եմ տալիս։ Դες իմացի պրոստը, ցավը տանեմ, իմացի, իմ խնդիրն է, որ դու ինչքան կարաս շատ բան իմանաս։ Հա Այս ամեն ինչը քեզ ինստիտուտներում չեն ասելու, հատկապես ինստիտուտներում, եթե դասախոս են կամ դասախոսություն են կարդում Վարդան Օսկանյանները, չգիտեմ, Թաթոյան, Մաթոյանները, քեզ դրա մասին չեն ասելու, որովհետև իրանք այդտեղ հետաքրքրություն չունեն։ Հասկանում ես։ Ես քեզ մի օր էլ դու մի լավ բան կասես, ես կլսեմ կընդունեմ։ Դες այսպես պայմանավորվենք։ Հիմա եկեղեցին միավորում է Սփյուռքի հայ ժողովրդին։ Ես համաձայն եմ։ Համաձայն Ինչի դեմ Ինչի մասին է միավորում Ոստեղից հարցեր ունեմ Որովհետև դու չգիտեմ ոնց Ամեն առավոտ եւ երեկո երևի թե լողացող մարդ Հիգենայի քո կարգ ու կանոնին քո սնունդին հետևող իմ սիրելի հայրենակից Բայց 44-օրյա պատերազմից հետո, հատկապես հաջորդ օրվանից, Սփյուռքի եկեղեցիներում սկսվել է մեղադրական, այն որ բան են անում, ինչ են անում, պատարակ են մատուցում, պատարակից հետո սկսվել է քարոզ քաղաքական եկեղեցում։ Հիմա եկեղեցին քաղաքական միավոր է, թե չէ։
Արի միասին, որ եթե քաղաքական միավոր է, լավ, ուրեմն իրենց քարոզը կարան են։ Բայց ինչքան ես եմ տեղյակ, եկեղեցին քաղաքական միավոր չի։ Եվ ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության նրա գործառույթը առհասարակ ուրիշ բանի մասին է։ Ես ուղիղ օրինակ եմ պատմում։ 90-ականներից պատերազմների բովով անցած տղեն, ով ապրում է Միացյալ Նահանգներում։ Ինքը չի այս պատմությունը ինձ պատմել։ Ես անգամ դեմքով չեմ ճանաչում նրան, բայց ես գիտեմ իր մասին։ Ապրում Ամերիկայում, գիտես թե ապրում Ամերիկայում, որովհետև Քոչարյանի, Սերժի ու Լևոնի վաղ կյանքը այնքան լավ էր, որ մարդիկ ասում էին մեր սիրտը այս շատ լավին չի դիմանա, գնանք Ամերիկա այդ ապուշ երկրում մի քիչ ապրենք, դες բանն ենք էլի, ասես մեզ հարմար է ավելի էլի, հա։ Պատերազմների բովով անցած տղեն։ Երբ որ սկսվում է 44 օրյա պատերազմը, իր տղան գալիս է կամավոր, գնում է ռազմաճակատ։ Դու տունը քո հիգիենային ես հետևելուց եղել ապեր։ Ու զոհվում է։ Միացյալ Նահանգներից արհեստական երկրորդ սփյուռք կազմակերպվածի ընտանիքի ներկայացուցիչ տղեն գալիս է ու զոհվում է։ Որոշ ժամանակ անց գտնում են նրա մասունքները կամ դին և հոգեհանգիստն է։ Եկեղեցու ներկայացուցիչը կլինի Սրբազան թե քահանա, այս տղեն պատերազմների բովով անցած տղուն տեսնում է, հետա ուշքը գնում է, ինքը ուժեղ մարդ է, ուժեղ մինչև այդ օրը իրան պայլը, բայց այդ օրը արդեն թուլանում է, ընկերները թևը ընկած, փորձում են նստացնել մի կողմի վրա ու եկեղեցու սպասավորը ձեր սիրելիներից այս իշխանությունը Արցախը տվեց դավոճանական չէ, սես մի հատ բան է սկսում խոսալ։ Այս տղեն որ թուլացած է լինում, սես գժված վերակենում մի հատ ասում է հիմա ինձ ասա սա միավորելու մասին է եղել, թե ինչի մասին է եղել։ Թե քեզ թվում է մենք տեղյակ չենք Հունաստանում պատարակից հետո ինչ են խոսում, Միացյալ Նահանգներում ինչ, եւ մինչեւ հիմա ինչ են խոսում, તો թե հենց էլ ստեղ Հայաստանում։ Քեզ թվում է մենք օթից ենք իջել, դու սպիտակ սարոշկով կարաս գաս կանգնես, ինչ ուզես խոսած, մենք էլ կլեչատի սարոշկով ոչ մի դեր չկարողանանք բան անենք։ Դες ուղեղներս լվանաս անցնես, հա։ Չէ ապեր։ Դուք չեք պատկերացնում ձեր եկեղեցական կոչեցել բջի թուլեկը, օգտվելով 44 օրյայի տվյալ իրավիճակից, ոչ մի անգամ չհազանգելով Էջմիածնի զանգերը, ոչ մի անգամ չկարեկցելով որևիցե մեկին, ինչեր են արել ու մարդկանց հոգեվիճակի վրա ոնց են ազդել։ Հիմա հարց չէ առաջանում ինչու։ Հասկանում ես ապեր։ Առհասարակայում եկեղեցին պիտի համախմբող դերակատարում առհասարակ ցանկացած հասարակական կազմակերպություն պիտի ունենա այդ գործունեությունը։ Շարունակենք, ոստեղ մրգի մարակարիտները քիչ չեն, բայց ասեմ, որ այս առաջին նյութը, տեսանյութը արդեն կես ենք գցել։ Մյուս կեսը ուրիշ բանի մասին է, էլի լինելու, գնացինք։ Համար կարևոր է, որ միայն Սամվել Կարապետյանի համար չեն գալիս, իրենք տեսնում են Սամվել Կարապետյանի մեջ այն հույսը, որ կարող է վերջնականապես հավասարակշռվել ու հավասարակշռվել այս մարդկանց, այս անսահման արդեն դարձած ապօրինությունները, այսինքն մարդ պայքարում է եկեղեցու իբր հոգևոր հովիվի դեմ, բայց այսօր եկեղեցին արդեն փակ է։ Ինչն է, ինքը ասում է ես եկեղեցու հետևորդ եմ, եթե եկեղեցու հետևորդ ես, 8 քահանա, ինչու ես ձերբակալել, ինչու ես կալանավորել։ Սա հարգելի հայրենակիցներ համոզում են, ինչ որ ձև իրանց մեծա ռեսուրսներով ձեզ ուզում են մոլորեցնեն, իրանք ուզում են եկեղեցին թուլացնեն, հայրենակիցներ ջան։ Ոսկիսատ կներեք։
ինչն է, ինքը ասում է ես եկեղեցու հետևորդ եմ, եթե եկեղեցու հետևորդ ես, 8 քահանա, ինչու ես ձերբակալել, ինչու ես կալանավորել։ Սա հարգելի հայրենակիցներ համոզում են ինչ որ ձև իրանց մեծա ռեսուրսներով ձեզ ուզում են մոլորեցնեն, իրանք ուզում են եկեղեցին թուլացնեն, հայրենակավորել։ Սա Այսքանն է։ Հիմա այս վերջին հատվածին էլ անդրադառնանք ու ասենք մեր մյուս համով աղբորը։ Նարեկ ջան, արի քեզ մի հատ բան տեղեկացնեմ, քո շուրջը կան դաշնակներ հավաքված, մի հատ իրանց օբրիկատ արա։ Տես, ձեռդ խաղակարդ եմ տալիս։ Դու ես ասում, չէ, նախկինների հետ չենք համագործակցելու, Հիմա քեզ խաղակարդ եմ տալիս։ Դաշնակները Պարսկաստանում գնդակահարում սպանում են սրբազան հոր։ Դու պաշտպան ես, չէ՞, եկեղեցին էլ դա նաև սրբազան հայրերն են։ Գնդակահարում են, ճակատից թողում են ապեր, չէ, 2 հատ կրակոցակարծեմ ներել։ Եկեղեցին սփյուռքը միավորողներ, բան, չէ՞։ Ճպպացրես տվես սպանել են մարդուն։ Կողքդ որ դաշնակներ լինեն, այդ լրագրողներն ասա այդ գործունեությունը դաշնակները պիտի սա ես մի դրվագ եմ ասում։ Ես մի քիչ ավելին էլ կարամ ասեմ, բայց քանի որ վստահ չեմ, որ դու կարաս տես լավ մարս ես ասած, ես պրոպորցիաները չափաբաժինը քիչ եմ տալիս ապեր։ Հասկանում ես։ Հիմա նույնիսկ ես վստահում եմ, հավատում եմ քո սկզբունքայնությանը, ես քո ցավը տանեմ։ Սկզբունքայնությունը մի հատ դիրհլը փռի արևիները, ասա մի հատ եկեք սաղատ վապչե։ Ոչ մի եկեղեցական պիտի չսպանվի որ դու ձերբակալվելուց ես խոսում։ Ես սպանելուց եմ եկես իշմար եմ տալիս, վեկալ տզով չախի թող գնա մի հատ։ Ապեր։ Դավայ, մի հատ սկզբունքայնությունը ցույց տուր։ Մի հատ ցույց տուր մարդիկ նայում են Մտ կատաղի էլ է Մուրադ ջան։ Ոնց չի ստացվելու, չէ։ Ստացվում է, որ գործով եք էլի ապեր, չէ։ Հո այդ քարոզը մենք բան իշխանական մեդիա ռեսուրսները ոչ են դրել ես ամեն ինչին, հարց ենք տալիս, ախպոր պես բան ենք ասում, քեզ հավատալով էլի ենք ինֆորմացիա փոխանցում ապեր։ Օգտագործի կիրառի դա вообще սաղին ծուց Արա ես ցիրկեք դուք ապեր Այո, ցավոք սրտի այսօրվա եկեղեցու ներկայացուցիչների վրա դրված է պատասխանատվություն Սփյուռքին միավորելը, բայց նրանք զբաղված են անջատելով, որովհետև Սփյուռքին միավորելու որևիցե գործողություն կամ միավորելու ինչի շուրջ կարամ իմանամ ինչի շուրջ ենք միավորվում եկեք ժողովուրդ միավորվենք համախմբվենք օքեյ ես համաձայն եմ պատկերացու 10 միլիոն հայ մի թեմայի շուրջ համախմբված ունի օրս սարել գնա գալիս եմ ուժեղ բան ես համաձայն եմ ինչի շուրջ Ինչ ենք անում, հավաքվեցին, 10 միլիոնով կողքդ ենք, ինչ ենք անում, եկեք, հեռացնենք Նիկոլ Փաշինյան, չէ, ինչ ենք անում, միավորվել ենք, համախմբվել ենք, գաղափարը դու ասա, առաջարկը, իսկ ես խիստ եմ կասկածում, թե դու առաջարկ ունես, գիտես խի ապեր, որովհետև տես, երբ որ գալիս է, մի հատ լյուբոյ մեկը, լյուբոյ, Սամվեր Կարապետյանից սկսած են Ամստերդամ, Ռոտերդամ, Ալմելոյից վերջացած կամ չգիտեմ Սինցի, ով ուզում է լինի, չինացի, ճապոնացի, հայ, թուրք, ռուս, վրացի, ու ասում է Հայաստանում իմ ձևով պիտի լինի, ես իմ ձևի անձնագիր չունեմ, իմը Հայաստանի Հանրապետության անձնագիր է, ու Հայաստանի Հանրապետությունը որպես պետական միավոր ունի իր ձևը, որին ես ուզեմ թե չուզեմ, իմ
ճակատագիր այնպեսին եղել, որ ծնվել եմ ու դարձել եմ քաղաքացի, հետևաբար համաձայնվել եմ խաղի կանոնների հետ, վերցրել եմ այդ անձնագիրը, ասել եմ ես էլ փաստաթուղթ, որ ես այս խաղի մասնակից եմ։ Խաղ բառն եմ ասում, որ հեսա սերժականներն էլ լավ լսեմ, որտեղ հեսա մյուսը իրանց լավ աղբորն եմ անդրադառնում։ Հասկանում եք։ Հիմա ինչ որ մեկը եկել է, սպառնում է ինձ, որպես քաղաքացու, ասում է մեր ձևով ես լինելու, արա, որովհետև ես մեր ձևով եմ անում։ Ու դու գնաք տեղավորվի այդ մեր ձևի մեջ։ Արա, ինչ որտեղ, էլի հարց չկա։ Ասում եմ լավ, ես այդպես վախկոտ մարդ եմ, ախպեր։ Ասում եմ լավ, եթե ձեր ձևով Շևջան, ձեր ձևով, բայց խնդրանք, ինձ ներկայացրեք ձեր ձևը, որ հանկարծ սխալ բան չանեմ, ախպեր։ Հանկարծ ուրիշի ձևով չանեմ, հանկարծ պետության ձևով չանեմ, հանկարծ ձեր ձևով լնեմ, ախպեր։ Կասեք ձեր ձևը որն է։ Որովհետև իմ պետությունը ասում է իր ձևը որն է, դրել է դեմս սահմանադրությունը, դրել է իրավական համակարգը, սենց սիրուն կարգ ու կար, ասում է եսի պետության ձևն է։ Ու եթե մի բան այնտեղ խզվում է, ես դուխով կարող եմ հելնեմ, ասեմ ախպեր ջան, ուր եք քնել եք, արաստե բան է խզվել։ Հասկանում ես, որովհետև այդ ամեն ինչ բանից ասում ժողովրդավարությունը գնեմ դու կարաս ասես։ Okay։ Հիմա դուք եկել ասում եք չէ ախպեր, մեր ձևով է։ Արա ասում եմ okay, թող լավ ձեր ձևով լինի, ոնց որ սիրուն սիմպաթիչնի տղերք եք, կարող էսի ավելի լավ է։ Խնդրում եմ ասեք այդ ձևը որն է, գնամ շարունակեմ այդ ձևով ապրելը։ Մեկ էլ մի հատ այդ ձեր ձևովի քարտից տվեք, որ եթե ես գնամ ինչ-որ մի հատ երկին ինձ ասեմ դու որտեղից ես, արա ասեմ այն ձևովից արա։ Ոնց կուրսի չեք մեր ձևը որն է։ Հասկանում եք։ Մեկ այդ ձևը ասեք ինչի մասին է։ Ինչ է ինքը։ Всё, ես ուրիշ բան չունեմ ստեղ ասելու։ Իմ խնդիրը ես ոչ թե ձեր ձևովին ուզում եմ անուն դնեմ, փախարակ որ ոնց բան թուրը առում, չէ, բացարձակ։ Ասում ախպեր ուզում եմ համաձայնվել, ես իրավունք ունեմ, չէ, մարդ եմ, չէ։ Ուզում եմ համաձայնվեմ ձեր ձևի հետ։ Ախպեր, լրիվ դրական եմ տրամադրված, լրիվ թույն, կայֆ տրամադրությունը։ Ըստ դոգականների ես ալկաշ հարփած նստած հիմա խոսում եմ, սենց էթում եմ, արա խնդրում եմ, կասեք այդ ձևը որն է, ես ուզում եմ այդ ձևով արդեն ապրեմ, ես էլ եմ, հոգնել եմ ախպեր, հոգնել եմ ուզում եմ ուրիշ ձևով ապրեմ, ու ոնց նայում եմ այդ ուրիշ ձևերից ամենալավը ձեր ձևովն է։ Մենակ, որտեղ վստահում եմ, նայում եմ սիրուն սիմպաթիչնի լավ խոսքով, լեզվով ճարտար եւ այլն, որ ասում եմ մեսի վերջն է։ Всё, սա էս լավ էլ ինչ էի ուզում։ Հələ նայեք Նիկոլին Փաշինյան, հələ նայեք Նարեկին Կարապետյան, ջահել, փայլուն թշերով, տառնանը մեռնի կնդելբոյին։ Հասկանում, ախպեր, կասեք, ինչ անեմ, որ այդ ձևի մեջ լինեմ։ Ու այդ ձևը իսկապես աշխարհում ընդունելի լինի, ասեն ախպեր ջան, էս էլ հայկական ձևն է։ Էս է իմ ասածը։ Նես որ հանկարծ չասեք ատելություն եմ, ես տեսեք ջանով, ջիգարով խոսում եմ ախպեր ջան։ Էս ինչ վերաբերում է Նարեկին ու զուգահեռաբար ցավոք սրտի մեր շատ սիրելի սփյուռքահայեր, այո, Սփյուռքում գործող եկեղեցիները փորձել են համախմբել հայությանը, փորձել են համախմբել հայությանը հայկական պետականության դեմ, փորձել են համախմբել հայությանը ռուսական կայսրության շահերի օգտին։ Սա եղել է իրանց աշխատանքը։ Սա ես արդեն ամենայն լրջությամբ։ Եվ այո, այն խոսույթը, երբ որ ասում են երբեք մեր հազարամյա պատմության մեջ ոչ մի անգամ չենք հիշի այսպիսի դեպք, երբ եկեղեցականին վերցնեն, տանեն, փագեն։ Ես իմ ինչեր անեն, բայց ես իմ ինչեր չեն արել։ Ոչ եմ, բանա, թու ես բան բարը արա, վտանգավոր բարը, մանավանդ ես ժամին արդեն։ Մի խոսքով, հասկացակ, ես համաձայն եմ այդ մտքի հետ, սարսափելի է տեսնել սա, սարսափելի է տեսնել,
որ այս 100-ամյակների ու 1000-ամյակի ընթացքում իսկապես եկեղեցականները այսքան խոնարհած չէին եղել մեր եկեղեցին, որ իսկապես այսքան ուրիշի օգտին նվիրված չէին աշխատել սեփական հոտի ու ժողովրդի դեմ։ Եվ սա ոչ թե ցավալի է, սա սարսափելի է։ Ես իմ ամենավատ երազում չէի կարողանալ մտածել սրա մասին, որ եկեղեցականը, երբ որ մարդը անում աշխարհի լկտիությունները, հասկանալի է, մարդը, եկեղեցականը այսքան կարար բղծեր, ոչ միայն եկեղեցին, այլ հենց ինքը իր էությունը, են գիտեք չէ, էությունը, դա արարչի տառն է, որ ստիպված լինի որևիցե պետություն, այս պարագայում Հայաստանը, պահպանելու համար պետության կարգ ու կանոնը, հավաքի ասում մտակ խուց արա, պետություն է սա պետություն է, ու դա առաջնային է, կտրիչ Ներսիսյանը թող հայտարարի, ես ես որորդ անգամ եմ ես առաջարկ անում, թող հայտարարի, որ ինքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին վերադասում Հայաստանի Հանրապետությունից, ես ասում ես մարդիկ իրանց շրջանակներում աղբեր, չգիտեմ, եկեք ջոգենք ինչ ենք անում, այլ կերպ կսկսեմ վերլուծել, բայց չի կարող Հայաստանի Հանրապետությունում գործող որևիցե կառույց իրան վերդասի պետությունից, որևիցե անձ, չէ, եղել են, մինչև 18 թիվը ամեն ինչ է եղել, վայնասունը մեծ հաշվովը տեղ է, բայց լավ դնենք, այս մեր համով, հոտով, լավ աղբորը դնենք մի կողմ, գանք մի հատ ուրիշ համով, հոտով, լավ աղբոր, եկեք սենց մի հատ ցույց տա, այդտեղ կարճ եմ արդեն ասելու, որովհետև այս սաղ բազարի մեջ իզ մի հատ նախադասություն է սպանել, նայք, ուրեմն, Ռուբեն Մխիթարյան, մի բարոյական կերպար, էլ չեք պատկերացնի, այս մարդը սկզբունքային բարոյական կերպարա մի հատ, կներեք, սենց ներկայացնեմ մի հատ նախ և առաջ, սկզբունքային բարոյական կերպարա այս տղեն, անուն չդնեք հանկարծ աղբեր, սա մի հատ դաստիարակչական բարոյախրատական մի հատ երևույթ է, այս մարդուն հանկարծ անուն չդնեք աղբեր, այս մարդը գնացել է ընտրությունների, եկել է հմերքում էլ ցույց է տվել, հմեկի տաղավարում Գյումրու ընտրություններին պակասել է, փախել է, ամաչել է գա, թե ինչ արե, միայն Վարդան Ղուկասյանը, ինքը ընտրություններից հետո որոշել է, որ ամենաճիշտը հենց էլ է դա, Վարդան Ղուկասյանն է, ու իր ձեները տվել է իրան, հասկանում եք, Են Վարդան Ղուկասյանը, որ լրագրողների մոտ գաղտնի տղա արտահայտություն էր թույլ տալիս, Են Վարդան Ղուկասյանը, որ սեքսիստական արտահայտություններով էր աչքի ընկնում, ասում էր, դե եթե կինը կարճ հագնվելու տղաք մարդը իրան բռնաբարի, ուրեմն այդ կինն է մեղավոր, կարճ հագնվել, այսքան այս մարդը կողմով պարաջով, լավ, հագած, կոլորված դուրս գա կախվել, այդ Վարդան Ղուկասյանն է։ Ընդ որում լեննականի մի 20%-ը համաձայն այդ մոտեցման հետ, սա էլ ասեմ, որովհետև այդքան ձայն է ինքը հավաքել, մի խոսքով, այս Վարդան Ղուկասյանից է նա տալիս իր ձայները, մի քրիստոնյա կերպար, նայեք ինչ է ասում։ Զրուցենք, Մխիթարյանը նախ կոնկրետ այս գործի վերաբերյալ, թե առիթ ունեցել եք արտահայտվել, բայց ինչու Սամվել Կարապետյանը, ինչու հիմա։ Դե իշխանությունների վախերը ինչքան շատանում են, այնքան իրենք գնում են ոչ adekvat գործողությունների, չնայած իրենց քայլերը բոլորիս համար վերջին 7 տարին արդեն բացատրելի է, ու ասել թե ինչու հենց հիմա Սամվել Կարապետյանին, ինչու հենց հիմա սրբազաններին են, ինչու հենց հիմա եկեղեցու դեմ պայքարը, իրենք շատ լավ հասկանում են, որ հայոց եկեղեցին են կարևորագույն հենասյունն է, որի վրա միշտ հայ ժողովուրդը հույս է դրել, հույս է դնում ու հույս է դնելու ապագայում։ Դրա համար Ինձ էս էր պետք, ժողովուրդ, երևի ուշադիր չեղաք։ Եթե ուշադիր չեղեք եղել, եթերը կարակ մի քիչ հետնեք, մի հատ էլ նայեք։
Սույն պարոնը, ով միշտ աշխատել է Միշիկի հետ, ու ռեյտինգներն ուսումնասիրել, բան տնօրենի կարգավիճակ է ունեցել։ Այս պարոնը, երբ որ մասնակցում էր դեռ ընտրություններին, նրա պաշտոնական էջին նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ կուլտուրական ձևով մի հատ բան է գրել, հարց է գրել, հարց, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, հարցը տալիս եմ, բացարձակ երդվում եմ իմ բոլոր սրբություններով ու եթե դա այդպես չի, կարա ինքը բլոկը բացի, կարդա ձեր համար, ու թող ես դառնամ աշխարհի ամենասրբապից մարդը, բայց նա դա չի անելու, որովհետև այդպես չի է։ Ես գրում եմ մի հատ քաղաքական, քաղաքացիական, տարրական նախադասություն հարցի ձևակերպում եմ, հարց տալիս եմ, դե մի թեկնածու չտամ։ Տալիս եմ, բնականաբար դա շատ անհարմար հարց են իրանք համարում ու ոչ ավել, ոչ պակաս իսկ բլոկում են։ Ես բլոկում են, որ հանկարծ իրանց էջում չերևամ էլ։ Կողքից որտեղ մարդիկ նայում, որ ասում են, ես ինչ խելացի տղա է, մեկ էլ կարող է տերան, որ իսկապես իմ հարցի պատասխանը չկա, այլ կարծիք դառնա, էլի։ Դրա համար որոշում են ինձ բլոկել։ Հիմա ես մեզ շատ խելացի տղա եմ, որ սա հարցերի պատասխանը միշտ գիտի։ Ինչ ասում, հայ ժողովրդի հույսը միշտ եղել է եւ լինելու է եկեղեցին։ Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցի։ Այն որ ինչ որ ժամանակ հայ ժողովրդի հույսը եղել է եկեղեցին, դա հասկանալի է։ Հայկականության միակ ինստիտուտը, որ գործում է, եկեղեցին է։ Մնացածը կայսրությունների տիրապետության տակ է։ Աշխատում են, հարկմուծում են կայսրությանը, մեկ օսմանյան կայսրությանը, մեկ պարսկականինը, մեկ ռուսաց կայսրինը, մի խոսքով, հասկանում եք, միակ գործող ինստիտուտը, ոչ մի նախարարություն չունենք, ոչ մի բան չունենք, պետություն չունենք, բան չունենք, մի հատ ինստիտուտ ունենք եկեղեցին, ու հույսներս այդ պիտի լինի։ Սա ես ընդունում եմ 10 մատով համաձայն եմ ախպեր, հարց չկա։ Բայց եթե պետական միավոր ունենալուց հետո որևիցե քաղաքական գործիչ կանգնում եւ ասում է, որ եւ լինելու է եկեղեցին, ես սկսում եմ սարսափել, ասում եմ մի րոպե ապեր, երբ որ մենք ունենք պետություն, մեր հույսը մեր պետությունն է, եւ եթե դու մեր պետության մեջ ասում ես հույսը պիտի լինի եկեղեցին, ես ասում եմ այսինքն դա ինչ է նշանակում, մենակ չկացած այսինքն ինչ է նշանակում, որ դարձյալ պիտի միակ ինստիտուտ որպես հայության հույս, միակ հույս, կոչված միակ հույսը, մնա եկեղեցին։ Սա հակապետական հայտարարություն է, ցավը տանեմ, ապեր ջան։ Մարդ ես կարող է հեռուստատեսության ոլորտում վաղը միսօրել աշխատենք, կարող է չաշխատենք, հարցը այդ չի։ Մեկը ես ինչ-որ քեն չունեմ քո հանդեպ, ոչինչ, ես քո պես տղերք եմ տեսել, ոչինչ։ Բայց քո ասածը դա է ստացվում, տրամաբանությունը, ես որտեղ ես քցում ես։ Չնայած ես ամեն ինչին, նաև հուշեմ, որ տեսեք ոնց է։ Պատկերացրեք, մեր վրա վերցնենք, հա, նախ մենք աշխարհի ամենախելացի ազգը չենք, էլի։ Այդպես ազգային բնորոշում գոյություն չունի։ Գոյություն ունեն այլ բաներ, բայց նոմինացիաներ, բայց այստեղ եկեք մի քիչ չշտապենք։ Ուրեմն առհասարակ բոլոր կայսրությունները, այդ թվում նաև Հայքը Տիգրան Մեծի ժամանակ, որը նույնպես կայսրություն էր, դա ոչ թե պատմական Հայաստանը մեծ այդ փոքր հայքն է։ Այն ծովից ծովը կայսրություն էր։ Ոնց որ կայսրություն էր օրինակ սովետական միությունը, ոնց որ կայսրություն էր Ֆրանսիան, Անգլիան, որ
Հնդկաստանից միջև ուր էր ասում։ Ֆրանսիան 5 հատ պետական միավոր ունի, դուք տեղյակ եք դրանից։ 5 հատ, հենց հիմա որ Ֆրանսիան սաղ մեկը գրավի, փակի ու սաղ գրավի, Ֆրանսիան ունի առնվազն էլի 4 հատ կետ, որտեղից ինքը կարա կառավարի Ֆրանսիան։ Բայց դա կկոչվի կառավարում։ Դա կլինի իրավական։ Սա կայսրություններ է։ Մեծ ծովից ծով Հայաստանը, մեծ հայքը չէ, ծովից ծով Հայաստանը նույնպես եղել է կայսրություն։ Հիմա մեր վրա եմ օրինակը բերում, որ բոլորին ըմբռնելի լինի, էլի։ Տիգրան մեծը, կայսրն է, էլի, արքայից արքան է, արքաների, սաղ արքաների արքան է։ Ինչքան արքա կա, սաղի արքան է, արքայից արքա տիտղոսն է, աշխարհում իրանն է մենակ։ Ասենք, թե գրավել է այն մյուս տարածքն էլ։ Ինչ անում, որպեսզի ներքին ապստամբություններ չլինեն եւ չքայքայվի կայսրությունը։ Ասում է, այդ ժամանակ չգիտեմ ինչ ազգեր են եղել, տարբեր, այսինքն գիտեմ մի մասին չգիտեմ։ Ասենք թե, չգիտեմ, այնտեղ Պողոսներին։ Ասում է, լսի, կրոնական ղեկավար, հələ արիստեղ։ Ոչմ չլինեմ, չիմանամ, դու հեղինակություն ես, գնացեք ձեր կրոնով զբաղվեք, ձեր ազգային ավանդույթները, չգիտեմ ինչ, բայց չլինեմ չիմանամ, որպեսզի հանկարծ այդտեղից ապստամբության հոտ կա։ Տեսեք, տալիս եմ ձեզ որոշակի ազատություն։ Եղեք ձեր ազգային պատկերացումների, ավանդույթների, աստվածականությունների շրջանակներում։ Բայց քո պարտավորության տակ կա, որպեսզի այնտեղ ապստամբություններ չլինեն։ Եթե չես կարող սրա տակից դուրս գաս, քեզ իրենք ունի։ Օլերում թափում եմ, մենք ով մի հատ եսի մուզացին բերում դնում եմ այդտեղ, որպեսզի այդ ժողովուրդը հավաքվի դրա շուրջը, որովհետև ինձ պետք է, որ իրանք մի խոսքով։ Վերջ, հասկանաք, ու տենց բոլոր տեղեր, այսինքն կարգավորում եւ ոնց եք պատկերացնում կայսրության կառավարումը։ Այդպեսին է։ Օրինակ, Օսմանյան կայսրությունը Հայաստանից մինչև Ալժիր ժողովուրդ, զանգը ո՞րն է արա։ Օրինակ, Օսմանյան կայսրությունը Հայաստանից մինչև Ալժիր ձգվել է, Մալթայով, արեսով արա։ Անջատում ես էլի զանգում են արա։ Մտքից թելնել կտրվող։ Օսմանյան կայսրությունը Հայաստանից մինչև Ալժիր ձգվել է, Ալժիրը Աֆրիկայում է, ես լիշտով։ Նայք իշքան երկրներ են, երկրների վրայա նստած եղել կայսրությունը։ Ամեն մեկին մի պրիվիլեգիա տվել է, ասել է ատեղի են ձեր իշխանիկին Սաղաթելյանի մասին չի խոսքը։ Դու կարում ես համակարգես այդտեղ ձեր ոնց կարաս, նենց անես որ քեզ ենթարկվեն, հանգարց ես չխառնում եմ, ասել է հա հորս արև հարց չկա։ Պուտին ջան, նո, Պուտին չէ, կներեք, բայց համարյա նույն բանը։ Արիլ արա, կաթողիկոս, դու կարում ես համակարգես, որ սեցը, դե դավայ, աշխատեք, հանգարց ցնցումներ չլինեն։ Եվ հայությունը բնականաբար եկեղեցին էլ ասել է, դե մենք էլ մեր քրիստոնեությանը ձեռ չտակ, ախպեր ջան, մեր կրոնը, սա է մեր ավանդույթները մենք ենք պահպանում, դրա պատասխանատուն մենք ենք, ասել է, օքեյ, դե խելոք եք մնալու, հա, մենք կկազմակերպենք խելոք մնալը։ Ու վերջ։ Այս իմաստով մեր միակ հույսը այդ մի հատ ինստիտուտն է եղել, որ եղել է ուրիշ կայսրության մեջ։ Եվ մենք բացարձակ չենք ցանկանում, որ մեր միակ հույսը 21-րդ դարում նույնպես դառնա եկեղեցին։ Մեր միակ հույսը, թե հույսը թե շատ բաներ, դա մեր պետությունն է։ Ու դու տենց արտահայտություններ մի արա, Ռուբ ջան։ Դա քեզ դուրս չես գա, ցավը տանեմ, պետք չի, բացարձակ պետք չի։ Իմիջիայլոց եթե եթերը միջև լսենք դուստեղ այս խոսույթից հետո ինչ-որ փորձում ես գնահատականներ էլ տալ կրթվելու մասին։ Բայց ոնց որ թե ինքդ ունես շատ կրթվելու կարիք եւ կրթվելու ոչ թե ամեն կարդացածը դոգմա ընդունելու, այլ կրթվելու ոչ թե միայն սովորելու, այլ սովորելու մասին, ինչպես սովորել նույնպես ունես սովորելու բան, հասկանում ես։
Նենց որ գնացեք շարունակեք աջակցել այն մեր լավ աղբեր միլիարդատերին, ով հիմա նեղության մեջ է ծաղրները տանեմ, շարունակեք խոսել, որ այս եկեղեցականները բոլորը եկեղեցին են, դա, ի՞նչն է հետաքրքիր։ Կտրիշ Ներսիսյան, լավ, իրաց լեզվով ասեմ, Գարեգին Բեին ասոցացնում են եկեղեցու հետ, որովհետև ինքը կաթողիկոսն է։ Բարի երկրի վարչապետին չեն ասոցացնում պետության հետ։ Հասկանում եք, դա վարչապետն է։ Այս տրամաբար դուք այնքան դեգրադացված եք, որ եթե ես մի օր նստեմ, փորձեմ սկսել խոսալ դեգրադացված ու մանիպուլյացիոն արտահայտություններից, երդվում եմ, կարող է էֆիրը անջատելու ժամանակ տարիքով մարդ արդեն լինեմ, սենց ալեհեր ծերունի մի հատ, բոլորի տաշկի առաջ նստած ծերացան։ Այ այդքան շատ են ձեր տավտալոգյաները, որոնք ոչ մի կերպ ոչ մի տեսակ քննադատությանը չեն դիմանա, ոչ մի տեսակ քննարկմանը չեն դիմանա, քննադատությանը, քննարկմանը չեն դիմանա։ Նես որ գնացեք աղբերներ ջան, ունեք ընդհանուր շահեր, ես դա ընդունում եմ, շարունակեք ձեր միլիարդատերերին պաշտպանել, շարունակեք եկեղեցին ուզուրպացրած չեկիստական խմբավորմանը, հա, այդ չեկիստական որ ասում ենք, մենակ կտրիչը չի է ապեր։ Միացնց բանել ասեմ ու նոր հրաժեշտ տամ հետևորդներին, նայ, օրինակ, երբ որ Գերմանիայում պատը քանդվեց, Սովետական միության վերահսկողության տակ գտնվող Գերմանիայում, գիտեք մոտավորապես քանի շպիոն է գրանցված եղել։ Եկեք թիվ ասեմ, 300,000 կենցաղային մակարդակից շպիոնաժից հարևան, ով աշխատում է, այնտեղ ապրում է, բայց նաև ձեռի հետ։ Դա ազդեցության գործակալը, մինչև պարլամենտ, 300,000 Դու Հայաստանում առավել ևս Արցախյան թեման էլ քանի որ գցած էին եղել, մի 20,000 հոգի հաստատ 30,000 հոգի ունեն։ Ես որ ասում եմ, ագենտուրայի մեջ չփչփում է մեր երկիրը, մոտավորապես դա եմ ասում։ Տես, դու կարող է գործակալ չլինես, բայց դու ազդեցության աշխատող ես։ Ու կտրիշ Ներսիսյանը, շատ լավ իմանալով Ռուսաստանը, Պուտինյան, ոչ միայն Պուտինյանը, Ելցինյան էլ, Գորբաչովյան էլ, շատ լավ իմանալով, որ Ստալինյան էլ, որ բանա, մեր հավատքը դա է, իրանք ամեն ինչ արել են այդտեղ ներդնեն իրենց ներկայացուցիչին, հետո այդ ներկայացուցիչը դնում է իրեն լոյալ մարդկանց, հետո այդ ներկայացուցիչին զանգում ասում են, ես մի քանի օգունել, որտեղից տեղավորում, այսպես ստեղծվում է կլանը։ Կլանը, որը օտարերկրյա պատկանելության տակ է, այնպես որ Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցին հրատապ կերպով ազատագրվելու կարիք ունի։ Ազատագրվելու կարիք ունի այն ներկայացուցիչներից, ովքեր այս տասնամյակների ընթացքում հայ մարդու մեջ կոտրել են հավատքը, կոտրել են քրիստոնեությունը, գործել են սրիկայաբար, չեն աջակցել ոչ մի տեսակ պետական ծրագրի, չեն աջակցել անգամ իրենց ժողովրդին, իրենց զինվորին, զավթել են, թալանել են, այդ թվում նաև այո, մանկապարտեզներ, այդ թվում նաև աուտիզմով հիվանդ երեխեքի համար գործող տարածքներ եւ ինչ որ պահից պիտի սկսեն դրա համար պատասխան տալ։ Ու սկսում են ոնց որ թե տալաբեր։ Նենց որ արի կլինի, դու յանտուր, գնա քո գործերով։ Մենք զբաղված ենք մեր եկեղեցին մաքրելով, ու սա գեներալնի ու բորկա է, որովհետև այդտեղ այնքան հին կահույք ու սարան դոստիկ կա, սարդոստային, որ էլ ասելու չի։ Եկեք օրինակի համար, ես վերջին նյութերից մեկը կարդամ նոր եթերը փակենք, հա ժողովուրդ ջան։ Մի հատ այսի, որ չստացվի էլի օդի մեջ խոսում ենք, մեղադրում ենք, մանիպուլացնում ենք, փորձում ենք մարդկանց ուրիշ բան համոզել, բան։ Սենց բաներ չստացվի, ես մեկա ատում եմ, զզվում եմ այդպիսի մոտեցումներից։
Չնայած մինչև կգտնեմ այս նյութը լավ կանի Ռուբեն Մխիթարյան մտածի ինչ կապ ունի փողը 40,000 դրամը միտինգի եւ արդարության պահանջի հետ մինչև ես այս նյութը գտնեմ հասկացար չէ Ռուբեն ջան ինչ եմ ասում ապեր մի հատ այդտեղ այն բանն է Նարեկին էլ ասա համով աղբորն էլ ասա որ մի հատ հարց կա էլի ասենք 40,000 դրամ եք տալիս մարդկանց եթե խոսքը արդարության պահանջի մասին է ես մի քիչ այդտեղ տրամաբանությունը չեմ հասկանում բայց ուզում եմ հասկանամ կարող եմ խելքը այդքան չի երիկում իմ կրթությունը դաստիարակությունը չի բավարարում վերջը ընդամենը 8-րդ դասարան եմ ավարտել հասկանում եք հեշտ չի եղել ինձ գոյա պայքար մղել այս ընթացքում ուր հասանք ուր այդ նյութը այսօր է առանձնացրել իսկ այն մի քանի օր առաջ առանձնացրել է այսօր վերադարձել է որ այսա հասնում եմ ոնց որ միասին կարդանք Ռուբեն ջան մարդուս կարող է եթերը քեզ հետաքրքիր է ու դրել հետս հավասար նայում ես արի միասին կարդանք կարող է իմ ձենը քեզ դուր չկա ուզես ինքնուրույն կարդաս Երբ եկեղեցին փակում է լույսի դուռը, արև երեխաներ կենտրոնի պատմությունը, զարկերակն է։ Զարկերակը գրում է։ Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու Հովվիր նախաձեռնությամբ տարիներ առաջ, այսինքն դու տեսար չէ վերնագիրը։ Civic-ն էլ է վերահրապարակել, այնպես որ կարող ես կարդալ, իսկ ես սենց ընթերցեմ էլի։ Զարկերակը գրում է Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու Հովվի նախաձեռնությամբ տարիներ առաջ ստեղծված Արև երեխաներ կենտրոնը երկար ժամանակ եղել է դահոնի համախտանիշ ունեցող երեխաների համար հույսի, սիրո եւ ներառականության վայր։ Կենտրոնը, որն իր գործունեությունը ծավալում էր Երևանում, Հայաստան 0009 19A շենքի արսեում, տարիներ շարունակ իրականացրել է բացառիկ սոցիալական եւ հոգատար առաքելություն, աջակցելով տասնյակ ընտանիքների, որոնք դասյարակում են հատուկ կարիքներով երեխաների։ Կենտրոնի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որն այն ժամանակ տրամադրել էր անժամկետ օգտագործման իրավունքով շնորհիվ Տեր Գրիգոր եւ մի շարք անհատ բարերարների ջանքերի։ Այդ բարերարների միջոցներով շենքը հիմնանորոգվել եւ վերածվել էր ժամանակակից ապահով եւ ջերմ միջավայրի, հատուկ կրթական ու բժշկական ծառայություններով համալրված։ Սակայն վերջին օրերին տեղեկություն է տարածվել, որ կաթողիկոսը որոշում է ընդունել տարածքը վերցնել կենտրոնից եւ այն տրամադրել Մայրաթորի տեղեկատվական գրասենյակին, որը ղեկավարում է Տեր Համբարձումը, հանրային դաշտում առավել հայտնի իր ակտիվ հակապետական եւ ապատեղեկատվական գործունեությամբ։ Նոր որոշմամբ տարածքում պետք է անցկացվեն շաբաթական հանդիպումներ, փաստացի վերածելով այն մեդիա եւ կազմակերպչական շտաբի։ Այս որոշման արդյունքում դահունի համախտանիշ ունեցող երեխաները զրկվել են իրենց զարգացման եւ խնամքի կենտրոնից, իսկ ծնողները տարիների ընթացքում ստեղծված վստահ միջավայրից։ Կենտրոնի աշխատանքներին հիշեցնենք, մշտապես օժանդակել է նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաեւ մի շարք հասարակական եւ բարեգործական կազմակերպություններ։ Մայրաթորի այս քայլը հակասում է ոչ միայն եկեղեցու սոցիալական առաքելությանը, այլև սեփական քարոզած արժեքներին։ Եկեղեցին, որը պետք է կանգնի թույլերի, հիվանդների եւ մերժվածների կողքին, փաստացի զրկում է ամենաանպաշտպան երեխաներին իրենց միակ միավորման ու զարգացման վայրից։ Ավելին, տարածքի փոխանցումն այնպիսի կառույցի, որը զբաղվում է քաղաքական քարոզչությամբ եւ հակապետական քարեր շպրտելով հանրային դաշտում, վերածվում է եկեղեցական գույքը մեդիա տերորի գործիքի։ Այս որոշումը ոչ միայն հարված է կոնկրետ ծրագրին, այլև խորքային ախտանիշ ցույց տվող, թե ինչպես է եկեղեցին աստիճանաբար հեռանում իր ավետարանական կոչումից, փոխանակ համախմբելու հավատացյալներին եւ խնամքի կարիք ունեցողներին, այն վերածվում է պառակտման ու մանիպուլյացիայի հարթակի։
Արև երեխաներ կենտրոնի պատմությունը դարձել է հասարակական խղճի քննություն։ Դա այլևս միայն մի կառույցի խնդիր չէ, այլ արժեքային հարց։ Ինչպիսի եկեղեցի ուզում տեսնել մեր ժողովուրդը, սոցիալական արդարության կրող, թե քաղաքական շահերի սպասարկու։ Ռուբեն, խնդրում եմ պատասխանես։ Հասկացանք իրար։ Գուցե, եթե չէ, սիրով հրավիրում եմ հանրային բանավեճի։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, ամեն ինչ այս սենցա ու ավելի այս սենցա լինելու։ Բարի գիշեր։